Սպասված ակցիայի ձյան համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyrsystem.am։ Պարոն Ալեքսանյան, քիչ առաջ ազգային ժողովը քվեարկեց, հենց ազգայնացնելու այդ հրատապ նախագիծը։ Ազգայնացնելը չէր, բայց ասեք։ Հա, բայց ընդդիմադիրներն արձագանքում են, ասում են, որ այս իշխանությունը ինչին կպնում է, նախ տապալում է եւ անգամ օրինակներ էին բերում, օրինակ ասում են, այս ընթացքում անգամ չեք կարողանում միջև հիմա հստակեցնել, պետք է խանութներում տոպրակ տրամադրել, աղը պիտի դրվի սեղանին, թե այսինքն անգամ այս մանր հարցերը չլուծողները խոսում են մեծ ծրագրերից։ Եվ սա ամենայնիվ խլելու գործընթաց չէ ի վերջո։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր ծակ շապիկներով եկել են Հայաստանում իշխանության Ղարաբաղից, առանց Հայաստանի քաղաքացիության դարել են Հայաստանում նախագահ, հետո Հայաստանի ժողովրդին պատկանող հերձը ուշադրություն 12 միլիոն դոլարով տվել են սրան նրան, այդ մարդիկ են ասում, որ մեր ձեռին չի կպնում բանալինում։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր որ պատից կախ չտեսնելով դարել են ԶՊՄԿ-ում օրինակ բաժնետեր, այդ մարդիկ են ասում։ Բնականաբար նրանց այդ բիզնես ունակությունների ու մնացածի հետ մենք համեմատվել բնականաբար չենք կարող։ Ու այս խոսույթը ինձ թվում է դուք շատ եք լսում, չէ՞։ Այդ տենց բարբերաբար դաշտ անեթում, այ որ դուք պաշտոն չունենաք, դուք ով եք, գիտեք ինչի մասին է այդ խոսույթը։ Օրինակ ես որպես падգամավոր, որ բային պաշտոն չունենամ, այդ բային ես միլիարդ հատեր չեմ ելնել։ Այսինքն ես պետական պաշտոնը չեմ օգտագործում անձնական ունեցված կուտակելու համար։ Դիցուկ օրինակ Ռոբերտ Քոչարյանի պես, ով որ մենակ պաշտոնական հայտնաբերված այս բային թվերով 200 միլիոն դոլարի ունեցվածք ունի, որը պահանջվում է պետականացնել։ Այսինքն հասարակությունը հիմա նախկին ու ներկա այդ կռվի մեջ է եւ իրեն հետաքրքիր չի, իրեն հետաքրքիր այն որ արդյոք հեծը նորմալ կաշխատի, հոսանքի գինը կմնա, պարոն Ալեքսանյան, կարող եք հանրության օրինակ վստահեցնել, որ հոսանքի գինը փոփոխման չի ենթարկվում։ Ես կարող եմ հանրությանը վստահեցնել, օրինակ, որ այլևս ըստ թվերի, օրինակ գիտեք հեծը ինչքան ներդրում արել ենթակառուցվածքների մեջ։ Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 90%-ով իր ներդրումները։ Այո, եւ ինչքան ա եղել այդ ներդրումները։ Դե եթե 100% մի քանի 100 միլիոն դոլարի իբր ներդրում ա կատարվել։ Սիրելի քաղաքացիներ, որ հիմա դիտում եք մեզ, ձեր գյուղում որևիցե մի էլեկտրասյուն փոխվել ա, թե չի փոխվել։ Թե են սովետի վաղտվա դրած փայտից են արդեն ճաքեր տված սյուներն են։ Ձեր գյուղում կամ ձեր քաղաքում առհասարակ բացի են շոչիկների, կներեք արտահայտությանս համար շոչիկ բառի, շոչիկների են երկաթյա տուփերից, ինչ որ ուրիշ ենթակառուցվածքային ներդրում դուք տեսել եք, թե չեք տեսել։ Ես ձեզ վստահեցնում եմ, ես ձեզ ինչ պիտի դրվեր շոչիկների տեղը չէ։ Այդ 600 միլիոն դոլարը որպես այդպեսին, դրա մեծ մասը ներկայացվում է, որ արվել է, դա եղել է այդ շոչիկների թանկանա թե չէ, պարոն Ալեքսանյան։ Չեմ կարծում, որ հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ։ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում է արել, որ այն հեծի աշխատողներ, ովքեր կմասնակցեն երթերին, կազատվեն։ Տենց բան չկա գրած։ Մի խեղաթյուրեք, ասում է ովքեր կպարտադրեն մյուսներին մասնակցել, կդատվեն եւ շատ ճիշտ է ասում, որտեվ այս աշխատելավոճը մենք առհասարակ գիտենք ընդդիմության բիզնեսներում, նույն ընդդիմության Չարչյանը, մի վարքյան, մի փաթեք, հասկանում եմ, որ ազատությանը տհաճ է այս թեմայով խոսակցությունը, բայց թողեք ավարտեմ, հետո կշարունակեք։ Դե չեմ կարծում, որ դա չէ, այնուամենայնիվ։ Օրինակ նույն պրոֆեսոր Չարչյանը հիշում եք, որ բժիշկներին հասկանում եք, բժիշկը մյուս բժիշկներին հավաքել էր, ասում էր, եթե իմանամ ուրիշին եք ընտրել, իսկ ես կարամ դա պարզել, որ դուք ուրիշին եք ընտրել։ Ձեր հետ այսպես կվարվեն, այսպես կվարվեն, այսպես կվարվեն։ Այս ընդդիմությանը ոչ խորտ, ընդդիմությանը շատ հարազատ մի վարքյան ավտոբուսներով մարդկանց հանրահավաքի բերելու մասին կոնկրետ մի հանրահավաքի ժամանակ մենք մեր աջակիցներին հայտնել ենք, որ ունենալու ենք ավտոբուսներ, որոնք բերելու են մարդկանց մարզերից, եթե մարդիկ ունենան դրա անհրաժեշտություն։ Երբ որ մարդը կամավորության սկզբունքով գնում է կամ դուք եք ձեր մեքենայով բերում, կարող է ես եմ իմ մեքենայով առաջարկում տանել, դա ուրիշ բան է։ Աշխատողին պարտադրելը գաղտնալս են, այդ ձեզ թվում է չեն գաղտնալսում, այդ ձեզ թվում է բան չեն անում։ Այդ ձեզ թվում է օրինակ ընդեղ ԱԱՑ պետ է ունեցել, բան են ունեցել, տարիներով չի փորձել գաղտնալսի տենց մի բան գտնի։ Բա գտել եք։
Տեսեք դու Բայց այդ ուրա։ ասում եք ներդրումների մասին, թե հենց այսքան տարիների ընթացքում ինչքան ներդրում է արել։ Իսկ պետությունը այդ ներդրումները որտեղից է ներգրավել, եթե հաշվի առնենք, որ չի փայլում դրանով ներդրումները Հայաստան այսպես չեն գալիս։ Վերջերս մենակ վերջերս Nvidia, աշխարհահռչակ Nvidia ընկերության հիմնադիր տնօրենը առնվազն հայտարարեց, որ Հայաստանում $500 միլիոն, կես միլիարդ դոլարի ներդրում են կատարելու։ Մի վարքյան 500 միլիոն դոլարի եւ կես միլիարդ դոլարի, այսինքն ներդրում են կատարելու արհեստական բանականության հետ կապված համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծելու։ Միանշանակ պետության աշխատանքներ, ԲՏԱ-նախարարության աշխատանքներ, շատ կարևոր, շատ այսպես ես գիտեմ առնվազն, թե պարոն Հայրապետյանը ինչքան ծանր աշխատանք է տարել, այս ամեն ինչը իրականություն դարձնելու համար։ Պետական է, բեցի աշխատանքից դուք գոհ եք, այն հոսանքազրկումները, որոնք շատ հաճախ վերագրվում են հետին, հիմնականում բեցիայով տիրույթում են։ Սխալ է ձեր պնդումը, թե հիմնականում բեցի տիրույթում է, որովհետև Հայաստանում կա սպառողներին էլեկտրականություն մատակարարելու բուն տեղ հասցնելու մենաշնորհ, այդ մենաշնորհը պատկանում է ՀԵՑ-ին։ Հայաստանի Հանրապետության գյուղեր ուղղակի կամայական գյուղ գնացեք, հարցրեք հարգելի ու սիրելի գյուղացիներ։ Ձեր գյուղում, երբ որ մազերը ծածանողից մի քիչ ավելի շատ ուժեղ, մի քիչ ավելի ուժեղ քամի է լինում, քանի ժամով է անջատվում ձեր հոսանքը։ Այդտեղ բեցը ընդհանրապես կապ չունի։ Քամու պատճառով, եղանակի պատճառով հոսանքազրկումների հետ բեցը ընդհանրապես կապ չունի։ Բեցը հիմնարկա, որտեղ կարա լինի վթար։ Այո, երբ որ այդ վթարը լինում է, մենք դրա մասին իմանում ենք, դուք էլ եք դրա մասին իմանում։ Բայց ամենօրյա լրահոսով, երբ որ տալիս եք հոսանքազրկումներ, ու դուք բոլորդ եք տալիս այդ հոսանքազրկումների մասին, որ մարդիկ ինֆորմացված լինեն։ Դրանց 99.9% ժողովուրդ ջան, պատկանում է ՀԵՑ-ին, դրանց 99.9%-ը հստակ բան ունի։ Ինչ վերաբերում է Veolia-ին, երբ որ փորձում եք sense նույնականացումներ իրականացնել, նախ ժողովուրդ ջան, սեփականության իրավունքով ջրագծերը Հայաստանի Հանրապետությանն է։ Սա եկեք ֆիքսենք։ Veolia-ն ընդամենը այդտեղ կառավարիչ է։ Ունեք մի հատ բան, որը լավ չեք սպասում։ Չէ, մի վարքյան, ժողովուրդ ջան, մի վարքյան։ Մի վարքյան։ Veolia-ն ընդամենը օպերատոր։ Սա մեկ։ Երկրորդը, որպես այդպեսի Veolia-ի ջրանջատումները իրանց բնույթով ուղղակի համեմատելի չեն հոսանքազրկումների քանակի, չափերի ու մնացածի։ Ես իհարկե հասկանում եմ հիմա ի պաշտպանություն որոշ օլիգարխների անընդհատ փորձ արվում ներկայացնել, թե Veolia-ն կոնկրետ սենս է ու հիմա փորձում եք մեզ դիտող, բնականաբար լինում է ջրանջատումներ, օրինակ երբ է վերջի անգամ ջրանջատում եղել ձեր տանը։ Մեր տանը 3 ջրանջատում, որտեղ եք ապրում, կասեք ճշտը։ Հաղթանակ թաղամասում։ Հաղթանակ թաղամասում։ Okay, իսկ հոսանքազրկում։ Հոսանքազրկում եթերանքից չեն։ Դե, սիրելի քաղաքացիներ, ես կուզենայի, որ դուք ապրեիք ընդդիմադիր լրատվականների այն աշխարհում, որտեղ հոսանքազրկումներ չկան, բայց ցավոք մեր ու ձեր ապրած աշխարհները խիստ տարբեր են։